Այսօրվա բուժառուն 57-ամյա կին է, որը դիմել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն, գանգատվելով հետանցքից աղիքի արտանկումից։ Դեպքը առանձնահատուկ էր նրանով, որ հիվանդի աղիքի արտանկված հատվածը մոտ 30-ից 35 սանտիմետր էր, ընդգրկվելով սիգմայաձև աղիքը։ Ուղիղ աղիքի արտանկմանը նպաստում են ծանր ֆիզիկական աշխատանքը, դժվարացած եւ երկարատև կղազատման ակտը, քրոնիկ փորկապությունները, որոնք հիմնականում բերում են նաև հետանցքի սեղմանի անբավարարության, ինչի հետևանքով աղիքը իր բոլոր շերտերով կամ մասամբ դուրս է գալիս արտաքին միջավայր։ Նպաստող հանգամանք է նաև դժվարացած ծննդաբերությունը։ Հիվանդի մոտ ախտորոշվեց ուղիղ աղիքի արտանկում, հետանցքային սեղմանի անբավարարություն, երկու դեպքում էլ երրորդ աստիճան, որոշում կայացվեց կատարվել վիրահատություն։ Կատարեցինք աղիքի ներորովայնային ֆիքսացիա, այսպես կոչված ռեկտոպեքսիա։ Վիրահատությունը ստացվեց շատ հաջող։ Հետվիրահատական ընթացքը Վաղ հետվիրահատական ընթացքը տևում է մոտ 7 օր, հիվանդը ստացիոնարում անցկացնելու է միջինում 7 օր եւ կվերադառնա իր առողջ կյանքին։